Ողջույն։ Այս հաղորդմանը կանդրադառնանք 3 թեմայի։ Առաջինը գործարար Սամվել Կարապետյանի եւ Բագրատ arczepiskopos Գալստանյանի ձերբակալությունն է, ենթադրյալ հեղաշրջման փորձի համար։ Ապա կխոսենք անցյալ շաբաթ Թուրքիա վարչապետի կատարած այցի մասին։ Հաղորդման վերջում կանդրադառնանք վերջին մի քանի օրերին Արցախի մասին վարչապետի արած վիճահարույց հայտարարություններին։ Գործարար Սամվել Կարապետյանը ձերբակալվեց անցյալ շաբաթ, երբ հանդես եկավ ի պաշտպանություն հայ առաքելական եկեղեցու եւ խոսեց գործող կառավարության դեմ։ Եկեք լսենք, թե նա ինչ ասաց։ Ինչ կարծիք ես պետք է ունենամ, եթե մի փոքրիկ խմբակ մոռանալով հայոց պատմությունը, հայ եկեղեցու հազարավոր տարիների պատմությունը հարձակվել է հայ եկեղեցու վրա, հայ ժողովրդի վրա, քանի որ ես միշտ եղել եմ հայոց եկեղեցու կողքին ու հայ ժողովրդի կողքին, ունենալու եմ անմիջական մասնակցություն, եթե չհաջողվի քաղաքական գործիչներին, ուրեմն մենք էլ մեր ձևով ենք մասնակցելու այդ ամեն ինչին։ Դատելով վերջին հաղորդագրությունից նա մեղադրվում է իշխանությունը յուրացնելու, այսինքն անօրինական ճանապարհով իշխանության գալու փորձի համար։ Ոստիկանությունը հետագայում հաստատեց, որ իրենց գործողությունների ընթացքում ձերբակալվել են նաև այլ անձինք, բայց այլ մանրամասներ չտրամադրեց։ Կարապետյանի հայտարարություններին ի պատասխան վարչապետը մի քանի սադրիչ հայտարարություններ արեց, հիմնականում սոցիալական ցանցերում, որոնցում ասվում էր. Պոռնկաբարո հոգևորականներն ու նրանց պոռնկաբարո բարեգործները ինչու են ակտիվացել։ Այնուհետև նա շարունակում է. Ոչինչ, նորից կպասիվացնենք, ընդ որում ընդմիշտ։ Երեք այս ամենին հաջորդեցին շատ ավելի մեծ թվով ձերբակալություններ, նրանցից շատերը հայ հեղափոխական դաշնակցության կուսակցության անդամներ եւ պաշտոնյաներ էին, եւ ամենակարևորը Բագրատ arczepiskopos Գալստանյանը, որն անցյալ տարի գլխավորեց կառավարության հրաժարականը պահանջող շարժումը։ Նրանք բոլորը մեղադրվում են բռնի ուժով հեղաշրջում հրահրելու եւ կազմակերպելու համար։ Այնուհետև քննչական կոմիտեն հրապարակեց զրույցների ձայնագրություններ, որոնցում ենթադրաբար arczepiskopos Գալստանյանը խոսում է պետության դեմ բռնի հեղաշրջում իրականացնելու ծրագրերի մասին։ Դեռ շատ վաղ է վերջնականապես հասկանալու համար, թե ինչ է սա նշանակում, բայց կարող եմ ասել, որ եթե ձայնագրություններում ասվածը իրականում ճիշտ է, իսկ ես դրանց մի մասը լսել եմ, ապա դրանք պարունակում են տեղեկություններ, որոնք հանցակազմ են պարունակում։ Հիմա, ինչ կարող է այս ամենը նշանակել։ Ակնհայտ է, որ սա հիմնականում կապված է հաջորդ տարի կայանալիք ընտրությունների հետ, ինչպես նաև այն դերակատարության, որ Ռուսաստանը եւ ռուսական պետությունը կունենան այդ ընտրություններում։ Հայտնի է, որ ռուսական պետությունն օգտագործելու է իր բոլոր ֆինանսական ռեսուրսները, որպեսզի հաղթի Հայաստանի գործող կառավարությանը։ Շատ հավանական է, որ այս կառավարությունը մտավախություն ունի կամ կարծում է, որ պարոն Կարապետյանի նման մեկը, որն իրականում շատ հայտնի գործարար է Ռուսաստանում ու շատ սերտ կապեր ունի Կրեմլի հետ, հիանալի թեկնածու կլինի, որը կարող է թաքցնել անօրինական այն գումարների, որ անհրաժեշտ են այդ գործողություններն իրականացնելու համար։ Բայց իրականությունն այն է, որ այս գործոններից ոչ մեկը չպետք է որևէ նշանակություն ունենա ժողովրդավարական երկրում։ Այս դեպքում պետությունը պետք է արդար դատավարության շրջանակներում ներկայացնի իր փաստարկները պարոն Կարապետյանի դեմ։ Պետք է հիմնավոր ապացույցներ բերվեն այն մասին, թե ինչպես են այս բոլոր մարդիկ առնչվում այս գործին, եթե ընդհանրապես կապ ունեն դրա հետ։ Ինձ համար կասկածելին այն է, որ նրա ձերբակալությունը տեղի ունեցավ անմիջապես նրա քննադատական հայտարարություններից հետո, եւ դա երբեք լավ բանի մասին չի խոսում։ Բոլորից պետք է մտահոգի այն, որ մեր երկրում ընտրություններին կարող են միջամտել դրսից, մասնավորապես Ռուսաստանից, քանի որ այս երկիրը լավ մտադրություններ չունի։ Բայց միևնույն ժամանակ մենք չպետք է դառնանք Ռուսաստանի նման պետություն, այն իմաստով, որ կառավարությունը կարող է դատական մեխանիզմներով թիրախավորել եւ լռեցնել ընդդիմությանը։ Հիմա անդրադառնանք մյուս թեմային։ Անցյալ շաբաթ վարչապետ Փաշինյանը պատմական այց կատարեց Անկարա։ Նրա այցը տեղի ունեցավ Անկարայում Էրդողանի հետ Իլհամ Ալիևի հանդիպումից մեկ օր անց։ Ի սկզբանե դա պետք է լիներ 3 երկրների առաջնորդների միջև հանդիպում, սակայն ադրբեջանական կողմը մերժեց։ Իսկ ո՞րն է այս այցի իրական նպատակը։ Ինչու էր այն կազմակերպվել։ Ամենայն հավանականությամբ պայմանավորված էր ամերիկյան կողմի ճնշմամբ, քանի որ նրանք ցանկանում են Թուրքիային ներգրավել խաղաղության այս ենթադրյալ համաձայնագրի աշխատանքներում։ Մյուս պատճառն այն է, որ թուրք առաջնորդն ինքն է ցանկանում առաջատար դեր խաղալ բանակցային գործընթացում եւ ինչ որ առումով իր ազդեցիկ ներկայությունն ապահովել։ Այն, որ Ալիևը փաստացի մերժել է եռակողմ հանդիպումը անցկացնելու պարոն Էրդողանի առաջարկը, մեկ անգամ եւս հաստատում է, որ խաղաղության համաձայնագիրը երբեք չի ստորագրվելու, հաշվի առնելով փաստը, որ նրանք եղբայրական պետություններ են։ Վարչապետին շատ քննադատեցին այս այցի համար եւ կարծում եմ այդ քննադատության մեծ մասն անհիմն է։
Սա ասելով հանդերձ, վստահ եմ, որ այս հանդիպումը գրեթե ոչ մի արդյունք չի տա, եւ դա վերաբերվում է թե խաղաղության համաձայնագրի ստորագրմանը, թե սահմանների բացմանը։ Այնուամենայնիվ, Թուրքիայի եւ Ադրբեջանի միջև ցանկացած անհամաձայնություն կամ բաժանում առաջացնող ամեն ինչ լավ է մեզ համար, եւ նույնիսկ եթե դա շատ փոքր անհամաձայնություն կամ ճեղք է, մենք պետք է աշխատենք այնպես անել, որ ժամանակի ընթացքում այն ել ավելի մեծանա։ Առայժմ կարող է թվալ, թե այս երկու չափազանց եսասեր առաջնորդները մտերիմ են, բայց սխալ է հավատալ, որ նրանց դաշինքը կշարունակվի հավերժ։ Ավտորիտար ռեժիմների դեպքում նման բարեկամությունը հաճախ է խզվում։ Պատմությունը լի է օրինակներով, երբ այսպես կոչված եղբայրական կապերը ի վերջո վատթարացել են, ինչպես օրինակ Խորհրդային Միության եւ Չինաստանի դեպքում, կամ Սիրիան եւ Եգիպտոսը, որոնք կարճ ժամանակով նույնիսկ միավորվեցին որպես մեկ երկիր, նախքան մի քանի տարի անց երթվյալ թշնամիներ դառնալը։ Հնարավոր է, որ դա տեղի ունենա նաեւ Թուրքիայի եւ Ադրբեջանի պարագայում։ Հավանաբար ոչ, սակայն մենք պետք է աշխատենք այս ուղղությամբ։ Հայաստանի ցանկացած կառավարություն, որը չի աշխատում այս երկու ռեժիմների միջև քաղաքական, դիվանագիտական բաժանում ստեղծելու ուղղությամբ, ուրեմն չի կատարում իր աշխատանքը։ Այժմ անցնենք Արցախի եւ Հայաստանի անկախության վերաբերյալ վարչապետի արած վիճահարույց հայտարարություններին։ Եկեք լսենք դրանք։ Տեսեք, շատ են խոսում նրա մասին, որ մենք կորցրել ենք Լեռնային Ղարաբաղը։ Ես այս հարցի մասին էլ բնականաբար շատ մտածել եմ եւ այստեղ էլ իմ եզրակացությունը հետեւյալն է. մենք ոչ թե կորցրել ենք Լեռնային Ղարաբաղը, մենք գտել ենք Հայաստանի Հանրապետությունը։ Այս է ճշմարտությունը, որովհետեւ ինչպես նախկինում ասել եմ, Լեռնային Ղարաբաղի հարցը, ինչպես ընդդիմության գործընկերներն էին ձևակերպում, որպես թոք օգտագործվել է, որ Հայաստանի Հանրապետությունը որպես անկախ եւ ինքնիշխան պետություն չկայանա եւ Հայաստանի Հանրապետությունը կայանում է եւ Հայաստանի Հանրապետության ապագայի նկատմամբ ավելի լավատես եմ, քան երբևէ։ Եվ ելի ուզում եմ ասել, որ սա ոչ թե անհաջողության, այլ հաջողության պատմություն է, եւ սա է իմ այս պահի ամենակարևոր արձանագրումներից մեկը։ Սա իսկապես վերլուծելու արժանի չէ, քանի որ անկեղծ ասած այն վիրավորանք է մեր բանականությանը։ Կարող եմ ասել, որ նրա կառավարությունում շատ կան մարդիկ, որոնք փաստացի համաձայն չեն այս թեմայի վերաբերյալ նրա տեսակետների հետ։ Վարչապետի հայտարարությունները հասկանալու միակ ուղին պատմական կամ աստվածաբանական համատեքստն օգտագործելն է։ Վաղ շրջանում քրիստոնյաները խաչելությունը, որն ամոթ էր համարվում, վերածեցին հաղթանակի, առաջ քաշելով հարության գաղափարը։ Միակ տարբերությունն այն է, որ վաղ շրջանի քրիստոնյաները տոնում էին հարությունը։ Իսկ վարչապետը ցանկանում է, որ մենք տոնենք խաչելությունը։ Երբ խոսքը վերաբերվում է Արցախին, պարոն վարչապետ, եթե դուք լռեիք, կլինեիք պոետ։ Շնորհակալություն հաղորդումը դիտելու համար։ Եղբայրներ եւ քույրեր, մենք պետք է վերջ դնենք սրան։ Այն երբեք չի դադարի, եթե մենք ինքներս չկանգնեցնենք այն։ Նրանք հարձակվեցին զոհի վրա, եւ հետո զոհի վրա հարձակված հանցագործը զոհին մեղադրեց իր վրա հարձակվելու համար։ Սա ամերիկյան արդարադատություն է։ Սա ամերիկյան ժողովրդավարություն է, եւ նրանք, ովքեր ծանոթ են դրան, գիտեն, որ Ամերիկայում ժողովրդավարությունը երեսպաշտություն է։ Եթե ես սխալվում եմ, բանտարկեք ինձ,